Առանցին ուզում եմ անդրադառնամ Արցախահայությանը։ Սիրելի Արցախահայություն, այսօր դուք ամեն մեկը ստեղ պիտի ներկա լինեիք, որովհետև նորից եմ ասում, սա քարոզարշավ չի։ Սա ինչ որ մի հատ բանի իրականացնող ինչ որ մի հատ ծրագիր չի։ Սա ձեր իրավունքների մասին է այսօր։ Ձեր իրավունքները, որ ուրիշներն են խոսում ձեր իրավունքների մասին։ Ձեր հետ վերադարձը, որ առավոտից իրիկուն ամեն մեկը խոսում եք հույսով հավատով, լացում եք, որ հետ վերադարձ եք ուզում։ Ուզում եք դա իրականություն դառնա, դուք պիտի իրականություն դա դարձնեք։ Ոչ մեկը ոչ ձերտեղ ոչ մեկը այդ իրականություն չի դարձնելու։ Այդ լրությունով ձեզ օգտագործելու են, խաբելու են նորից, միշտ որ խաբել են ձեզ։ Չի կարելի տենց բան անտարբեր լինել է ձևի հարցերի նկատմամբ։ Այն ղեկավարներին, այն անդրադառնում եմ Արցախի պատգամավորներին, նախկին իշխանավորներին, ուր եք մնացել։ Քիչի մեկը ստեղ կա, ինչ կա ստեղ վախելու։ Ձեր իրավունքի մասին խոսելու ինչ ուրեք ստեղ վախելու։ Կամ դուք եք հետ վերադարձ արդեն հույսները կտրել։ Կամ էլ ինչ որ բարելավել եք ձեր կյանքի իրավիճակը։ Չի կարելի։ Ժողովրդի աչքի առաջ որ քննադատությունների եք հասնում, մի արեք այն ձևով որ այդ քննադատությունները իրականություն դառնա։ Դուրս եկեք ձեզ ցույց տվեք դուք ով եք։ Մի վախեցեք ոչ մի բանից։ Դուք ձեր իրավունքների համար եք պայքարում։ Հայ լինելու, հայ ապրելու համար եք պայքարում։ Բոլորդ ունես հարազատներ Արցախում թողած, գերեզմաններ ունեք դեղ։ Հարազատներ ունեք դեղ Արցախում թողած, հայրական տուն ունեք թողած դեղ։ Բայց այսօր դուք բոլորով թաքնված կամ գործով եք զբաղված կամ ինչ-որ բաներով որ ասма, ինչ-որ գործողությունների մեջ անհասկանալի գործողությունների մեջ։ Չի կարելի տես բան։ Միասնականությունը ձեր եկեք ամեն մեկի ստեղ պիտի ես մի հատ ինչ-որ բան որ ասма օգտվելու իրավիճակ լինի, որ գաք բոլորդ օգտվեք դրանից։ Վաղվա օրը ձեր դեմը կայնելու է այս օրը։ Վաղվա օրը նորից էլի գալու է, այս իրավիճակը էլի ձեր ամեն մեկի առաջ կայնի, որովհետև մենք թշնամի ունենք, թշնամանունն էլ թուրք է։ Թուրքը որտեղ հայ չկա, դեղ է տեսնում խաղաղությունը։ Այդ խաղաղության մասին են իմի խոսում։ Դուք ոգևորված գիտեք, թե խաղաղություն են բերելու ձեր գլխին։ Կբերեն հեսա կտենակ ոնց որ Արցախում են մեզ բերել խաղաղության։ Խաղաղության կոչ էին անում այն ժամանակ, որ մենք Արցախում էինք։ Բայց այդ խաղաղությունը բերեց մեր ցեղասպանության հասցրեց։ Գիտեք հաջորդ քայլի մասին ես որպես արցախցի, ես իմ պարտքս եմ կատարում, առաջինը իմ առաջ, որպես արցախցի։ Երկրորդն էլ նորից եմ ասում, ես հեսա ահագին տարիներ է այս պայքարների մեջ։ Այս պայքարը իմ համար հանուն արժանապատվության է։ Հանուն, ես ուզում եմ ինձ հայ զգամ։ Ես ուզում եմ հայ կերպարը, իսկական հայ կերպարը, այդ մարդու կերպարը զգամ։ Դրա համար այդ պայքարը մենակով էլ լինի, քանի օքով էլ լինի, մենք պիտի շարունակենք։ Մեկ այս պայքարը հասունանալու է։ Ամեն մեկի որ դուռ ուծեցին, այն ժամանակ մարդիկ գիտակցելու են։ Ես որպես ցավալի օրինակ եմ բոլորին ասում, մի սպասեք գա ձեր դուռ ուծեցին, որ գալիս են արդեն դուռ ուծեցում, դեղ չեն գալիս, դեղ դանակով են գալիս քո դուռ ուծեցում, զենքով են գալիս քո դուռ ուծեցում։ Դրա համար մի թողեք այս օրը սենց հասնի այս իրավիճակին։ Ներկա իշխանության ղեկավարությունը հազար անգամ ուրիշ խոսքեր խոսելով, Արցախը Հայաստան է ու վերջ, արցախցիներին վտանգ չի սպառնում, ցեղասպանություն չի սպառնում, Արցախի ինք որոշված ժողովուրդը ինքը պիտի որոշի, մեկ իրավունք չունեք արցախցիների տեղը որոշում կայացնեք, բայց տեսեք ինչ է կատարվում։ Համարցախցիները տեղը որոշեցին, համարցախցիներին հանձնեցին, համարցախը հանձնեցին, այդպես խաբեցին։ Այս ներկա ժամանակները տեսեք, այս ընտրությունների ժամանակ ինչ է կատարվելու։ Իրար ուտելու են ստեղ, իրար ուտելու է սաղ քաղաքում մեկ, Արցախի հիմնախնդիրը դնելու են մի հատ զոհվածների անունները դնելու են սենց մի հատ քարոզարշավի բան, օյլը ժողովրդի տես խաբելով, մոլորացնելով, պաշտոնի կռիվ է գնալու, բանի ղեկավարության կռիվ է գնալու։ Հողի մասին մտածող չկա, ժողովրդի մասին մտածող չկա, այդ ցավը դա է։ Այս օրվա իրավիճակում էլ հենց դրա պատճառով ենք մենք որ հասել ենք ստե։ Խաբել են մեզ բոլորը, խաբում են, շարունակում են խաբել։